Իսկ հիմա շարժվելով առաջ ուզում ենք շտապենք ներկայացնենք մեր այսօրվա Հասմիկին արդեն հյուր չդիտարկենք, հա, առաջին մեր հյուրին։ Մայիսի 18-ին բանն այն է, սիրելիներս, որ Արամ Խաչատրյան համերգասրահում անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ կկայանա իսպանացի լեգենդար սոպրանո Այնոա Արտետայի առաջին ելույթը Հայաստանում։ Եվ հենց այս հետարքիր եւ գեղեցիկ համերգային ծրագրի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ, ով արդեն տաղավարում է։ Եվ այսպես ներկայացնեմ մեր հյուրին Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնսեա Սանչո։ Բարի լույս, Քրիստինա։ Բարի լույս, thank you very much։ Սիրով, եւ թարգմանության հարցում նաեւ մեզ կօգնի Անի Բարսեղյանը, որը էկրաններից այն կողմ է։ Այո, կուլիսներում է աշխատում, այսպես կարելի ասել։ Ինչպես ծնվեց գաղափարը Հայաստան հրավիրելու իսպանացի լեգենդար սոպրանո Այնոա Արտետային։ Well, I'm having a bit of trouble, but about Ainhoa Arteta, she's գիտեմ ճանաչում եմ Արտետային, նա իսպանացի օպերային երգչուհի է բասկ արմատներով եւ նա միջազգային մեծ ճանաչում ունի, նա երգել է մետրոպոլիտեն օպերայում, Նյու Յորքում, Լոնդոնում, Լա Սկալայում եւ իսկապես նա շատ հայտնի, շատ ճանաչված իսպանացի երգչուհի է, ով մենք հպարտանում ենք եւ նա Լա Տրավիատայում, Լա Բոեմում, Ռոմեո եւ Ջուլիետում կարևոր դեր է խաղացել եւ մենք շատ հպարտ ենք իր կարիերայով եւ շատ ուրախ ենք, որ առաջին անգամ գալիս է Երևան։ Եվ ինչպես որոշվեց նրան հրավիրել այստեղ։ How you decided to invite her here? Well, it's very important not only to bring renowned artists in Spain that are known internationally, but also to bring international artists that are maybe not known in other parts of the world, as well as այնպիսի երգիչների, ովքեր գուցե աշխարհի որոշ համալսարանում այդքան է ճանաչված չեն, եւ կարևորը երիտասարդ ստեղծագործողներին ներգրավելը եւ Արտետան շատ հեշտ որոշում էր, որովհետեւ նա շատ բարձր մակարդակի երգչուհի է, ով գալիս է երկիր, որը իսկապես արժանի է այս ելույթին։ Համաձայն ենք ձեզ հետ, որովհետեւ իրականում այո, շատ աշխարհահռչակ երգչուհու մասին է խոսքը, սոպրանո Այնոա Արտետայի, նաև համերգային ծրագրի խորագիրը կոչվում է Ես գալիս եմ Իսպանիայից։ Ծրագրի մասին նաև փորձենք խոսել, թե ինչ ծրագիր է լինելու, ինչ է սպասվում մեզ ամսի 18-ին։ No. Տեխնիկական փոքրիկ խնդիրներ ունենք, բայց ինչ լավ է, որ Լուսինեն այսօր մեզ հետ է, Լուսինեն մեզ կօգնի այդ հարցում։ Դե փորձեմ, իհարկե փորձեմ։ The concert the title of a concert is I'm coming from Spain. Why? Well, the title exactly is From Spain I Come, because we will really bring, and she's bringing with her works from Իսպանիայից ես գալիս եմ, որովհետև նա իսկապես գալիս է այնտեղից եւ այնտեղից մենք գալիս ենք իսկապես հայտնի արտիստների, այսինքն Էնրիկե Գրադատոսն է գալիս եւ այս համերգը լինելու է ջել, գունավոր եւ համապարփակ ներկայացնելու է Իսպանիան։ Այդ պատճառով մենք որոշել այս վերնագիրը ընտրել, որովհետև ուզում ենք Իսպանիան մոտ բերել Հայաստանին։ Ինչի կապակցությամբ մենք շատ ուրախ ենք, բայց եթե նաև ունենք տեղեկություններ ծրագրի մասով, որովհետև վերջին շրջանում, չնայած մի հետաքրքիր բան կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր տեսակները նմանեցնում են իրար հետ, հաշվի առնելով, որ չէ, որ իսպանացիք նույնպես շատ այսպես տաքարյուն են, շատ իրենց պարերով, թե իրենց մշակույթով նաև ասում են շատ կրկոտ են։ Բայց հենց այդպես էլ կա։ Հենց այդպես էլ կա։ Ես ոչինչ չեմ ժպտում, բայց նույնը կա նաև հայերի նկատմամբ, որ մենք էլ շատ այսպես տաքարյուն ենք, շատ պոռթկուն ենք, եւ մեր մշակույթների մեջ էլ շատ հաճախ հանդիպում է ընդհանուր տանող գծեր, տրամադրություն, թե ժողովրդական պարերի մասով կարող եմ ասել, թե նաև ազգագրական երգ երաժշտության մշակույթի ավանդույթների, նաև ինչու ոչ, դա փաստում է, որ իրականում նմանություններ կան։ Սիրելիներս, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ կկայանա իսպանացի լեգենդար սոպրանո Այնոա Արտետայի առաջին ելույթը Հայաստանում, որը կրում է Ես գալիս եմ Իսպանիայից խորագիրը։ Նաև ասենք, որ այս հարցում մեր
ֆիլհարմոնիկ նվագախումբը նույնպես մասնակցություն ունի եւ մենք ականատես կլինենք շատ հրաշալի համերգային ծրագրի, կարծում եմ պետք է բաց չթողնենք այս հնարավորությունը։ Այս պահին առաջարկում եմ փոքր գովազդային ընդմիջում կունենանք, որից հետո կվերադառնանք ու փորձենք շարունակել մեր զրույցը։ Մենք վերադարձանք տաղավար, մեր հյուրը դեռ այստեղ է եւ հետաքրքիր է հարցնել, թե ինչ արձագանք ստացավ համերգի գաղափարը թե Հայաստանում եւ թե Իսպանիայում։ Իրականում արձագանքը մինչ այժմ բավական դրական է եղել եւ Հայաստանում մարդիկ ուղղակի շատ են սիրում իսպանական մշակույթը, սիրում են իսպաներեն լեզուն։ Դուք սիրում եք մեր երկիրը կարծես թե եւ ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ աշխատում եւ որ այստեղ եմ բերում նաեւ արվեստի գործիչների, քանի որ շատ աշխատանք է սա պահանջում եւ ուզում եմ ասել, որ այս համերգը անհնար կլիներ առանց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գործընկերության, ինչպես նաեւ Primavera Foundation Հայաստանի մեր գործընկերոջ։ Շատ շնորհակալ եմ նրանց եւ շատ շնորհակալ եմ մեր համատեղ գործին, որ մենք կարողացել ենք սա անել եւ մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի լսարանը շատ է սիրում Իսպանիան ու մեր մշակույթը։ Իսկ նույն կազմակերպությունների հետ կամ նույն գործընկերների հետ այս տարի կարելի է սպասել նոր համագործակցություն, եթե չեմ սխալվում, սա առաջին անգամն է որպես համագործակցության տեքստով, թե նախկինում են փորձեր եղել։ Իրականում եղել է նախկինում արդեն փորձ, առաջին փորձը 2023-ի առաջին կեսամյակում ենք սկսել, Իսպանիայի դիվանագիտական ներկայությունը սկսվել է այստեղ 2022-ի սեպտեմբերից եւ այդ ժամանակվանից մենք շատ համերգներ, տարբեր գործունեություններ ենք ծավալել եւ Հայաստանում այստեղ երկրորդ համագործակցությունն է արդեն Primavera Foundation-ի հետ, բայց Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ է, բայց մենք շատ համագործակցություններ ենք ունեցել նաև մեր ազգային օրը այստեղ, բայց ամեն ինչ սկսվել 2022-ից, մենք ունեցել ենք մի համերգ, որը շատ հաջող է եղել եւ շատ ուրախ ենք, որ կրկնում ենք եւ ուզում ենք ամենամյա դարձնել այս համերգները Իսպանիայի ազգային օրը։ Այո, մենք անհամբեր կսպասենք իհարկե, անհամբերությամբ կսպասենք եւ ինչ ուղերձ կցանկանայիք ուղղել հանդիսատեսին այս համերգի միջոցով։ Պարզապես, եթե ձեզ դուր է գալիս Իսպանիան, եթե սիրում եք իսպանական մշակույթը, եկեք եւ հաստատ չեք փոշմանի, իսկապես վայելելու եք։ Պարզապես գլխավոր ուղերձն այն է, որ Իսպանիան ներկա է Հայաստանում։ Այնպես որ հետևեք մեզ եւ այն ամենին ինչ մենք անում ենք, որովհետեւ մենք շատ ակտիվ ենք, եւ եթե ձեզ դուր է գալիս մեր մշակույթը, վստահ եմ, որ վայելելու եք։ Հրաշալի, մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ բաց թողնեք այս հնարավորությունը մայիսի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, բայց ամեն դեպքում հետաքրքիր է, եթե ունենք այս տարվա ծրագրերում ինչ-որ սպասվելիք, որի մասին նաեւ դուք կուզենայիք խոսել, մենք սիրով կլսենք։ Այս տարվա համար իհարկե պլանավորում ենք շատ բաներ, կրկին ֆլամենկոյի համերգ ենք պլանավորում, կազմակերպում ենք, չեմ ուզում հիմա շատ ասել, բայց հոկտեմբերին է լինելու միջազգային այս տոնին։ Ինչպես նշեցիք, հետևենք եւ կիմանանք բոլոր նորությունները։ Մենք հուսով ենք, որ նաեւ մեր տաղավարում կհանդիպենք նույն ծրագրի կամ համերգային այդ իրադարձության շրջանակներում եւս առիթ կունենանք զրուցելու։ Շատ շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, եթե բան ունեք ավելացնելու, սիրով կլսենք ձեզ, եթե չէ, ապա պետք է ձեզ հրաժեշտ տանք։ Շատ շնորհակալ եմ եւ շուտով կտեսնվենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, այո, իսկ մենք շարժվենք առաջ սիրելի հեռուստադիտողներ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք։